Նիկոլ Փաշինյանի նախընտրական որ խոստումն է ձեզ որ կատարել է։ Ես այդտեղ չեմ աղել, չգիտեմ, ոչ բանը չի կատարել, գիտեմ որ։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը նախընտրական որ խոստում է։ Մի հարցերում ես իրանը, մենք ինչ գործ ունենք։ Մենք գործ ունենք քաղաքականության հետ։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական որ խոստում է։ Դեշմեգի։ Ես ստեղած։ Նիկոլ Փաշինյանը որ նախընտրական խոստումն է կատարել։ Ոչ մի։ Իսկ որն եք հիշում իր խոստումներից։ Շատ բացեք իր խոստումները հենց սկզբից նախընտրական ծրագրից բռնած։ Հենց եկավ վարչապետի տեխնոլոգիություն դրեց, այդ ժամանակվանից իր խոստումները չի կատարել մինչև ունի։ Բավարարված եք։ Ինչ ուզես ձեր խոստումից։ Ինչ խոստումներ չի կատարել, որն եք հիշում։ Ինքը ընդհանրապես ոչ մի խոստում չի կատարել։ Ոչ մի խոստում։ Ինքը ինչ որ եկել է, ինչ որ ուզել է տվել։ Ոչ մի բան էս քաղաքի էս երկրի համար չի կատարել։ 270,000 եղել մեր քաղաքի բնակչությունը երկրաշարժից առաջ։ Մի 100,000 եթե եղնի, ուրեմն մեծ բան է։ Ձեր կարծիքով ինչն է պատճառը, որ պակասել է բնակչության թիվը։ Աշխատանքը, ամենակարևորը աշխատանքը։ Այնտեղ որ դու քո երեխիդ համար, քո ծանոթիդ համար, քո հիվանդիդ համար հացի փող չես կարող աշխատել։ Չես կարող դիմես բժշկի, չես կարող երեխեդ խանութից ինչ որ բան գուզե, կնայես երեսին, կնայես երեխին այդ գումարը դու չունես որ քո երեխիդ համար այդ բանը առնես։ Քո ծնողդ հիվանդ է, դու հիվանդանոց չես տանի, որովհետև գումար չունես, որովհետև այնպես թվեր են։ Դրա համար է դες մարդիկ իրանց այդ տները վերջի ունեցվածքը բանկը դնելով երկրից թողնեն կերտան, հետո բանկի վրա կմնա ու բանկը կվաճառի այդ տները։ Իսկ Փաշինյանը հակառակն է ընդդուք, որ 2018-ից հետո փոխվել է մարդկանց։ Փաշինյանը ինչ ասում է, սուտ է ասում, ինքը խապում է ժողովրդին, ինքը լավ խապել գիտե ու ямու շատ լավ ստացվում է։ Ու ես զարմացած եմ, որ դեռ կան մարդիկ, որ Փաշինյանին հավատում են։ Ես չգիտեմ, այդ մարդը էլ ինչ պետք է ունես երկրի համար, որ այս մարդիկ հասկանան, որ իրանք սխալ մարդու են ընտրել։ Էլ ինչ պետք է տա։ Մենք այսօր Ղարաբաղ չունենք, մենք այսօր Սյունիքից հատվածներ չունենք, մենք այսօր Վարդենիսի Գեղարքունիքի շրջանում հողեր ենք տվել, Տաուշի մարզում տվեցինք, ու ինչքան պետք է տանք։ Հետևեն 29,000 քառակուսի կիլոմետր չէ։ Թերևս այդ թիվն է, որի մասին ինքը իր քաղաքական թիմը հայտարարում է 29,800 քառակուսի կիլոմետր։ Հա, հայտարարում է։ Մոռացել է 360,000 քառակուսի կիլոմետրից, հրաժարվում է ամեն ինչից, միջազգային պայմանագրերից, ինքը 29,000 քառակուսի կիլոմետրի վարչապետն է։ Դե եկել է մեզ սերտկան պրզին հոգիս ազատի տորին փախնել։ Երևի Կանադայի վարչապետը ինչ-որ բան խոստացել է, այնտեղ ողմով իր ապաստարան բանը, բայց չեմ կարծի որ։ Այս ժողովուրդը հանդուրժ է, գոնե այս քաղաքի ժողովուրդն որ չի անում։ Մենք ենքան զրգանքների մեջով ենք անցել, ենքան զոհեր ենք ունեցել, երկրաշարժ, Ղարաբաղյան պատերազմներ, բան։ Վերջը սրանք մի տեղից են լավայի նման հրաբախի դուրս պետք է գա։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական որ խոստումն է պահել։ Փաշինյանը նախընտրական որ խոստումն է պահել, կատարել։ Որ խոստումը ես իրան կհարկեմ, որպես ղեկավար, բայց չեմ հետևել։ Գիտես ինչ, երկիրը ղեկավարելը շատ դժվար բան է։ Այդ խոսք տալը մեր ժողովուրդը կուզեն մեկից ամեն ինչ եղնին։ Պետք է համբերատար եղնենք։ Բայց 7 տարի արդեն համբերում ենք։ Լավ էլի, մենք ընտանիքում չենք կրնա 7 տարվա մեջ կարգավոր կեն էլ այդ մարդը, ինչ կուզենք։ Ինչ։ Մի հարց կարել է։ Նիկոլ Փաշինյանի նախընտրական Անունը չտաս, վերջ։ Կարողիտոս ներմի, չտասան։